Ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ ալնելու։ Այսպես էր ձերբակալության օրը խոսել ռուսաստանցի միլիարդատերը արձագանքելով հեծի պետականացման մասին խոսակցություններին։ Փաշինյանն այսօր դարձյալ անդրադարձավ թեմային։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պետականացման պլանը պատրաստ է, շատ շուտով կմտնեն գործնական փուլ։ Facebook-յան էջում գրեց վարչապետը, հավելելով process-ը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան։ Թե ինչ է ենթադրում էլեկտրականություն մատակարարող ընկերության պետականացման պլանը, Փաշինյանը փակագծեր չի բացում։ Factor TV-ն թեմայի շուրջ այսօր պարզաբանում խնդրեց Մհեր Գրիգորյանից։ Փոխվարչապետը եւս չի բացայտում գործընթացի քայլերը։ Բոլոր եւ ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի Հայաստանի էլեկտրական ցանցերին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով։ Եվ ես կարծում եմ էներգետիկայի մասին օրենքով սահմանված են եւ դեպքերը եւ գործողությունները, որոնք այս կամ այն դեպքերի դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ Հեծը պետականացման գործընթացի վերաբերյալ կառավարությունից կամ այլ գերատեսչությունից որևէ պաշտոնական հիմնավորում չի ստացել։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց հեծի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը։ Որևիցե ոչ գրության տեսքով համենայն դեպս ես որպես գլխավոր տնօրեն տեղակալ տեղյակ չեմ, այստեղ աշխատանքի վայրում եմ, ոչ մի ձևով դեռևս որևիցե պետական մարմնից որևիցե բան չունենք։ Մենք չենք էլ կարող անկնկալել, որ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվել։ Փաշինյանը հեծը պետականացնելու մասին հայտարարեց նախորդ շաբաթ, երբ ընկերության սեփականատեր գործարար Սամվել Կարապետյանը քննադատեց վարչապետին եկեղեցուն թիրախավորելու համար։ Ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին։ Փաշինյանի նշած ժամկետը լրացել է 3 օր առաջ։ Կառավարությունը չի մանրամասնում, այս մեկ ամսվա ընթացքում հնարավոր չի եղել գտնել քաղաքացիներին փոխհատուցելու մեխանիզմներ եւ դրա համար է Փաշինյանն արդեն իսկ պետականացման պլանից խոսում։ Մեկ ամսվա ընթացքում իրականացված քննարկումների արդյունքների վերաբերյալ հարցին փոխվարչապետն այսպես պատասխանեց։ Հանձնարարականի կատարման արդյունքում ձևավորված առաջարկությունները ի վերջո պիտի դառնան հրապարակային նյութ, որին դուք կծանոթանաք այն ժամանակ, երբ որ այն հրապարակվի։ Հեծի փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը Factor TV-ին փոխանցեց, որ կառավարության եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մշտապես քննարկումների մեջ են եղել քաղաքացիներին պատճառված վնասները փոխհատուցելու հարցով։ Նա հայտարարում է, պայքարելու են ընկերության պետականացման դեմ։ Իրավական բոլոր ճանապարհներով։ Ես կարծում եմ, այդ պետականացման գործընթացը ինքը, չգիտեմ, ինչ որ երևի աղմուկ ստեղծելու ինչ որ բանի համար է։ Այդ մյուս բոլոր ներդրողներին ինչ են մտածել, էլ որտեղից են մենք ստեղ ներդրում ակնկալելու, լավ սենց ասեմ։ Էլ չեմ ասում, որ բոլոր ներդրողները պետք է իրենց ռիսկային զգան։ Այս հարցի պատասխանը Մհեր Գրիգորյանն ունի, նա վստահեցնում է, օրենք չի խախտվում։ Պետությունը երբեք չի անի մի որևէ գործողություն, որը օրենսդրական առավել ևս սահմանադրական շրջանակներից դուրս կլինի։ Իսկ ցանկացած ներդրող շատ լավ տիրապետում է օրենսդրությանը եւ վստահեցնում է, որ այդ պարագայում ես կարծում եմ որևէ արտառոց իրավիճակ չի լինելու։ Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ազգային ժողովում կա օրենքի նախագիծ, որով պետականացվելու է հեծը։ ՔՊԱ-ականները նախագծի շրջանառության մասին տեղեկությունները չէին հաստատել։ Այսօր Factor TV-ն Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց, հեծի ազգայնացման համար նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են։ Մհեր Գրիգորյանի խոսքով պետականացման գործընթացը հնարավոր է եւ իրականացվի էներգետիկայի մասին Հայաստանի օրենքի շրջանակներում։ Նշենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնեմասերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել Հայաստանի կառավարությունը։ Նկատենք, սակայն ընկերության գրավադրման հանգամանքը խոչընդոտ չէ դրա վաճառքի կամ պետականացման համար, եթե
պայմանագրով այլ կետեր նախատեսված չեն։ Նման դեպքում գնորդը ժառանգում է նաև գրավադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Այսինքն, եթե հեծը պետականացվեց, կառավարությունը ստանձնում է նաև ընկերության $125 միլիոն վարկային պարտավորությունները։